վկաները ամենակարևոր վկաներն են, որոնք փաստում են նախ եւ առաջ, քանի որ նրա ծառայեկից ընկերներն են, նրանց ցուցմունքներով հնարավոր է պարզել, թե ընդհանրապես ինչպիսի վարք է դրսևորել Պերմյակովը ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետությունում։ Բացի դա, ամենակարևոր վկաներից մեկը ըստ էության Նիկիշինն է, որը այն անձն է, ով կատարել է ընտրություն Պերմյակովի եւ Հայաստանի Հանրապետությունը տեղափոխել նրան, եւ երբ որ դատավարությունն է ռուսական կողմում ընթանում, մենք լսեցինք Նիկիշինին, որն ասում էր, որ ինքը լավագույն զինվորներին է ընտրել, հատուկ ընտրություն է կատարել եւ այդ հատուկ ընտրության արդյունքը հենց այս Պերմյակովն է, որին մենք այստեղ տեսնում ենք եւ որի վարքի մասին արդեն իսկ քրեական գործի նյութերում տեսնում ենք, որ տարօրինակ վարք է դրսևորել եւ որ առողջական լուրջ խնդիրներ ունի, որ անձը ընդհանրապես նրան արգելված է եղել զենք կրել է եւ այդուհանդերձ չգիտես ինչու նրան զենք է տրամադրվել։ Եվ այս հարցերի պատասխանները մենք պետք է ստանանք հենց նույն Նիկիշինից նաեւ, թե ինչպես է այդպես ստացվել, որ հենց նա է ընտրվել, բերվել այստեղ եւ ինչու է նրա ձեռքին զենք հայտնվել, որի արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպիսի ողբերգություն է տեղի ունեցել։ Այսինքն ընդ որում նաև այդ անձանց մեջ կան անձինք, ովքեր իրենք պետք է պատասխանատվության ենթարկեն, որտեղ իրենց գործողությունների արդյունքում է, որ վերջին հաշվով տեղի ունեցել այս հանցագործությունը եւ նաև պատահական չի, որ դատարանության ընթացքում մենք դատարանին միջնորդեցինք, որպեսզի ռուսական կողմից ստանան, թե արդյոք քրեական գործեր առանձին հարուցվել են հենց այդ անձանց նկատմամբ, որոնց գործողությունների արդյունքում Պերմյակովի մոտ զենք է հայտնվել, ընդհանրապես նա ծառայության զորակոչվել է եւ ընդհանրապես նրան զենք են տրամադրել։ Ընդհանրապես ինչպես է, հա, ինչ տարբերակներ կան այս վկաներին գտնելու բերման ենթարկելու ռազմաբազան, այսպես ասենք, հա, ձեռքերը լվաց։ Մեր ծառայողը չի, մենք այլևս չենք կարող։ Նախնդիրը սա է, որ ռուսական կողմը ինքը պետք է գիտակցի, որ իր պարտականությունն է, որպեսզի այդ վկաներին ապահովի այստեղ։ Այսինքն կարող է իրավական առումով այն ինչ որ ես ասում եմ իրավական առումով նրա պարտավորությունների մեջ չի մտնում, սակայն եթե ռուսական կողմը իրականում գտնում է, որ կատարվել է լուրջ հանցագործություն եւ որ ինչպես այստեղ նշում էին մեղադրող կողմը Ռուսաստանի Դաշնության դատավարության ժամանակ, որ հայ-ռուսական հարաբերություններ մեր լավագույն բարեկամական երկիր եւ այլն, այս պայմաններում իրենք պետք է հասկանան, որ իրենք պետք է ապահովեն այդ վկաների ներկայությունը եւ եթե իրենք թաքցնելու ոչինչ չունեն, իրենք պետք է այդ վկաների ներկայությունը դատարանում ապահովեն։ Այլապես մեզ համար ակնհայտ է, որ ուրեմն իրենք իրականում թաքցնում են եւ իրականում նրանք պաշտպանում են այն անձանց, որոնց մեղքով Պերմյակովի մոտ զենք է հայտնվել։ Փաստաթղթերով հետաքրքիր էսպես հա շատ մեծ հետաքրքրություն, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր կան գործում, որոնց հրապարակմանը կարելի է սպասել եւ ինչ որ նորություն կամ չգիտեմ, ասեմ սենսացիոն բացահայտում, բայց իրականում մենք փորձել ենք նախաքննության ընթացքում եւ հետո էլ հնարավորինս ներկայացնել այն կարևոր փաստերը, որոնք կան գործում, սակայն իհարկե շատ կարևոր նյութեր կան քրեական գործում, որոնց ուսումնասիրությամբ էլ վերջին հաշվով հանրության մեջ շատ հարցերի պատասխաններ կտեսնենք։